Երեխային կերակրել մայրական կաթով թե արհեստական, սա կարևոր հարց է, քանի որ փոքրիկի կյանքի ապահովագրությունը պետք է սկսել նրա լույս աշխարհ գալու առաջին իսկ վայրկյանից։ Ունեմ 3 երեխա, երկուսին կերակրել եմ կրծքի կաթով, իսկ մեկին արհեստական։ Նախ խոսենք կրծքի կաթի առավելությունների մասին։ Գիտենք, որ այն ամենաբնական տարբերակն է երեխայի համար, քանի որ ավելի առողջ ճարար է եւ բարձրացնում է երեխայի իմունիտետը։ Սակայն լինում են դեպքեր, երբ կրծքի կաթը բավարար չէ եւ մայրիկները ստիպված անցնում են արհեստական կաթի։ Հիմա տարբերակները շատ են, տեսակները շատ են եւ մայրիկներն ունեն ընտրելու հնարավորություն։ Արհեստական կաթն էլ իր հերթին ունի շատ օգտակար հատկություններ, վիտամիններով է հարուստ եւ օգտագործելով արհեստական կաթը ավելի երեխայի մոտ երևի փորացավը ավելի քիչ է լինում։ Յուրաքանչյուր երեխայի համար ամենաօգտակարը մայրական կաթն է, բայց լինում են դեպքեր, երբ այն պակասում է ու հարկավոր է փոքրիկին կերակրել արհեստական կաթով։ Քանի որ երեխաներից մեկին հենց արհեստական կաթ եմ տվել, գիտեմ, որ բախվել եմ այն խնդրի հետ, որ գնելով օրվա 3 օրը մեկ այդ արհեստական կաթը հենց ֆինանսապես դժվար էր, քանի որ արհեստական կաթերը շատ թանկ են ու մեկ անգամ օգտագործելուց չես կարող տակի այդ մնացորդը երկրորդ անգամ նորից տաս երեխային, իսկ կերակրելով կրծքով այն ավելի հեշտ է, հեշտ տարբերակ է, ճիշտ է, մայրիկների համար է մի քիչ դժվար, չեն կարող առաջի մի քանի ամիս ուտել ամեն ինչ, բայց ամեն դեպքում կրծքով կերակրելը ամենաճիշտ տարբերակն է, ամենահեշտ։ Արհեստական կաթով սնվող երեխայի համար գոյություն ունի ժամանակահատված հավելյալ սնունդ ընդունելու համար, ինչպես նրա օրգանիզմը ապահովել հավելյալ սննդամթերքով, մանրամասնում է մասնագետը։ Առաջներում եթե ասում էինք շատ հստակ բրինձ ենք մտցնում, հետո վարսակը, հետո գրեչկան եւ այլն, հիմա այդպես հերթականություն չի նշվում։ Հաշվի է առնվում ընտանիքի նախասիրությունները, ընտանիքի հնարավորությունները։ Հիմա այդքան երկարացված չի։ Հիմա քիչ-քիչ ավելացնելով սովորում ենք, բայց ընդլայնում ենք ցանկը բավականին արագ։ Եվ այդ բավականին արագը հատուկ ուզում եմ նշեմ, վերաբերում է նաեւ մսին։ Միսը մենք առաջ եթե մտցնում էինք 8-9 ամսականում, հիմա մենք մի քիչ սովորեցինք շիլա ու բանջարեղեն ուտել, մտցնում ենք նաև մի պետք է լինի այդպես շիլայանման, այսինքն բլենդերով խփած։ Պետք է շոգեխաշված կամ էփած, կամ կարելի է անգամ ջեռոցում պատրաստած, բայց հետո միևնույն է պետք է բլենդարած լինի։ Պետք է լինի ոչ շատ պինդ, որպեսզի կղանքը չպնդանա եւ փորկապություն չսկսի, եւ պետք է լինի ոչ շատ ջրիկ, որպեսզի սննդային նյութերի խտությունը լինի բավարար։ Հավելյալ սնուցման ներմուծման շրջանը դա առաջի շրջաններից մեկն է, երբ սկսում է ֆունկցիոնալ փորկապությունը։ Պետք է ծնողները շատ ուշադիր լինեն եւ գտնեն այն խտությունը սնունդի, որ երեխայի մոտ փորկապության զարգացման չի բերելու։ Երեխան կյանքի ու գոյության ամենակարևորագույն մասնիկն է։ Հարկավոր է նրան վերաբերվել շատ լուրջ ու ժամանակ առ ժամանակ լսել մանկաբույժի խորհուրդը։ Առողջություն ու խաղաղ մանկություն մեր փոքրիկներին։